Այժմ տեսնենք որքանով եք յուրացրել տնային աշխատանքը։ Յուրաքանչյուրը մոտենա եւ օրգան համակարգերը տեղադրի մարդու Իրանի մոդելում, նշելով թե տվյալ օրգանը որ օրգան համակարգին է պատկանում։ Սկսեցինք, ով է ուզում առաջին։ Արի Ալեքսա։ Մի քիչ արագ։ Ես տեղադրեմ միզապարկը։ Ահա, միզապարկը որ օրգան համակարգի մեջ է մտնում։ Արտազատական, ապրես, արտազատական համակարգից տեսենք այստեղ էլ ինչ օրգան կա, ով է գալիս, մոտեցեք, արի գալիս։ Վերցրու երիկամը, փորձի տեղադրել, զգուշորեք, տեսու հակառակով, ապրես, ով է ուզում մոտենալ և հաստաղի տեղադրել, մոտեցեք, արի Հարուջան, փորձի տեղադրել, այստեղ հաստաղին և փայծառնեք, ես քեզ ճոխնեմ, հաջորդը, Այ Դավիթ, որ օրգան համակարգի մեջ էր մտնում, ապրես, տեղադրի հաստաղի շարունակություն, բայց երևի բարակաղին տեղադրենք, որ ավելի հեշտ լինի, լավ, տեղադրի, մարսողական համակարգի մեջ է մտնում, նաև բարակաղին, ապրես, տեղադրի, հաստաղին է տեղադրի մի անգամից, հակառակը տեսրու, ապրես, շատ լավ է, մոտեցեք, տեսնենք ինչ օրգան, արի Մարի ջան, ինչ օրգան մնաց, որ չենք տեղադրել, ստամոքսը, որ օրգան համակարգին է պատկանում, մարսողական, տեղադրի, փորձի տեսեք հակառակով, ստացվեց, շատ ապրես, նստիր, արի, սիրտը որ օրգան համակարգին է, բայց միջև սիրտը մենք մարսողական համակարգից օրգան ունեինք, չէ? Լավ, նստի, մոտեցիր, լսում ենք, Սա լյարդն է մարսողական օրգան համակարգի ամենամեծ գեղձը։ Այո, մարսողական ամենամեծ գեղձը լյարդն է, շատ ապրես, փորձի տեղադրել, ապրես, ստացվեց, երեխաներ մենք որովային խոռոչի օրգանները տեղադրեցինք, մնաց կրծքավանդակի խոռոչի օրգաններից թոքերը տեղադրենք, ինձ կհիշեցնեք, որովայնի խոռոչի օրգանները կրծքավանդակի խոռոչի օրգաններից ինչով էին բաժանվում? Ստոցանյով, շատ ապրեք։ Եկեք տեսնենք, արի Արամայիս ջան, փորձիր թոքերը տեղադրել։ Ապրեք։ Այսօրվա նոր դասներ, հյուսվածներ, պարագրաֆ 2, դասի նպատակն է սովորեցնել, թե ինչ է հյուսված, թե հյուսվածքի ինչ տարատեսակներ կա և ինչ գործառույթ են կատարում այդ հյուսվածքները։ Այժմ կդիտենք միասին տեսանյութ, հետո խմբերին կհանձնարարվի դասի որևիցե հատված սովորել, դրանից հետո դուք կներկայացնեք ձեր սովորած հատվածը և կկատարենք գործնական աշխատանք։ Գնացինք, դիտենք տեսանյութը։ Մանրապատրաստուկներ։ Հյուսվածքը կազմող բջիջները միմյանց նման են կառուցվածքով, ծագումով և գործառույթներով։ Այժմ խմբերը կներկայացնեն իրենց աշխատանքը, տեսնենք այս ընթացքում ինչ ենք հասցրել սովորել։ Սկսենք ձեր խմբից, լսում ենք Անտա ջան։ Հյուսվածքը որպես կանոն մեկ բջիջ կարող վերականգնել բազմաբջիջ օրգանիզմի բոլոր ֆունկցիաները։ Դրանք իրականացնում են տարբեր և բազմազան բջիջներ։ Հյուսվածքը բջիջների խումբ է, որոնք նման են իրենց ձևով, չափով ու ֆունկցիաներով։ Հյուսվածքները լինում են 4 տեսակի՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։ Էպիթելային հյուսվածքի նյութը շատ քիչ է։ Միջբջջային, բջիջները դիպարում են իրար ու միջբջջային նյութ էպիթելային հյուսվածքում շատ քիչ է, ապրես։ Շատ քիչ է, այնցիսով որ մանրէները և վնասակար նյութերը անցնեն մեր օրգանիզմ։ Էպիթելային հյուսվածքը լինում է 3 տեսակի՝ հարթէպիթելային, հարթչային էպիթելային և գեղձային էպիթելային։ Ապրես, ով է ուզում շարունակել ձեր խմբից։
Լսենք Պետիկին, լսում ենք քեզ գալիս։ Հարտեպիթելային Լսում ենք, իսկ դու աշխարհի բառ։ Հարտեպիթելը լինում է միաշերտ, Այո, միաշերտ եւ աղիքային պատում, բշտերում, շարժիչներես եւ բազմաշերտ վերին մաշկում։ Այո, վերնամաշկում էպիթելային հյուսվածքը բազմաշերտ է, Ջորջ դու ինչ ես ուզում ես ներկայացնել։ Քարտուշահար էպիթել։ Լսում ենք։ Էպիթելը ծածկում է շնչառական համակարգ։ Շնչառական համակարգը ծածկված է քարտիչավոր էպիթելով, շատ ապրես։ Եվ իրականացնում է պաշտպանական գործառույթ։ Գործառույթ, ապրես։ Արամայից դու ինչ կասես։ Ես պատմում գերսային էպիթելը։ Գերսային էպիթելը մտնում է Գեղձերի կազմության մեջ, այո։ Նա էպիթելային հյուսվածքը հաճախ գտնվում է հարևանության մեջ շարակցական հյուսվածքի հետ եւ նա ունի վերականգնելու ունակություն, այո, ռեգեներատիվ, որ մեր մաշկը վնասվում է, մի քանի օր հետո մաշկը վերականգնում է, դա էպիթելային հյուսվածքի վերականգնող հատկության շնորհիվ է։ Շատ ապրես, հաջորդ խումբն է ներկայացնում իր աշխատանքը, որն է ձեր խումբը, շարակցական հյուսված, դուք այստեղ ունեք շարակցական հյուսվածքին պատկանող մարմնի կառուցվածքի, հենաշարժիչ համակարգի մասերը, լսում ենք քեզ։ Շարակցական հյուսվածք են կազմում կմախքը, ենթամաշկային ճարպը, արյունը, ավիշը եւ այլն։ Նրանք լինում են շարակցական հյուսվածք լինում է մի քանի տեսակի, դրանք են խիտ, ցանցավոր, փուխր եւ ամուր թելարկազմում, այս այ ամուր թելարկազմ շարակցական հյուսվածք։ Փուխը շարակցական հյուսվածքը գտնվում են ներքին օրգանների միջև, ամուր թելավոր հյուսվածքները կազմում են մաշկը, ջլերը, կապանները, իսկ ցանցավորը կազմում է հայցախը եւ ափշային հանգույցները։ Շատ ապրես։ Աջալային շարակցական հյուսվածքը կազմված է միսվիջային ձևում գտնվող ծնվածախ բջիջների, շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում։ Այո, արյունն է շարակցական հյուսված, ոսկրեն է շարակցական հյուսված, շատ ապրեք։ Լսենք Հարություն, ինչ եք սովորել։ Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից, մկանային Միջբջջային նյութից, ապրես միլար։ եւ մկանաթելերից։ Լավ։ Մկանային հյուսվածքը լինում է երկու տեսակ՝ միջաձիգ զոլավոր եւ հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը կազմված է 0.1 մմ երկարությամբ միակորիզ բջիջներից, նրանց կյանքը մեր կյանքից կախված չէ, նրանց կծողական ուժը եւ արագությունը շատ փոքր է, քան կմախքային բջիջներինը։ Ապրես։ Ինչ ունեք ներկայացու, բարի դու ինչ կներկայացնես մեզ քո հատվածից, ներկայացրու բարես։ Միջազգային զորավոր մկանային թելերը տեղ միացված են իրար սրտի։ Դու հիմա մեզ պատմես միջազգային զոլավոր սրտամկանը, չէ՞, որտեղ թելերը իրար միացած են ցիտոպլազմայի կամրջակներով, այ օրինակ ձեր սեղանի չէ դրված հիմա, ինչ օրգան է դրված։ Սիրտը։ Սիրտը ինչպիսի հյուսվածք է։ Ինչպիսի հյուսվածք է։ Միջազգային զոլավոր սրտամկան։ Ապրես, նստիր, կսովորես հաջորդ ժամին ավելի լավ։ Միջազգային զոլավոր մկանային հյուսվածքների մկանաթելերը երկար են 10-12 սանտիմետր, նրանց ցիտոպլազմայում կան կորիզներ, նուրբ թելեր, նրանք կսկվելիս տեղաշարժվում են, մեկը մյուսի նկատմամբ։ Ասես, որ օրգաններ են միջազգային զոլավոր։ Դեմքը, լեզուն, կմախքային մկանները, կոկորդը, ապրես եւ ստոցանում մկաններ։ Նաեւ կերակրախողի վերին հատվածը, ապրես նստի եւ մնաց ներկայացնեն նյարդային հյուսվածքի խմբի աշխատանքը։ Տեսեք ինչ սովորեցիք դուք այսօր։ Լսում եք, ով է ուզում ներկայացնել։ Ներկայացրու քննարկեն։
Նարդային համակարգը կազմված է գլուխներից, ֆորմուլներից, նարդային թելերից, նարդային հանգույցներից։ Նարդային համակարգը կարգավորն է բոլոր օրգանների աշխատանքը։ Ապրես։ Մարի, լսենք Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից, նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոնները ունեն մարմին և ելուսներ, մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից, իսկ ելուսները լինում են կարճ և ճյուղավորված։ Նրանք կոչվում են դենդրիտներ, կան նաև ելուսներ, որոնք պատում են միելինային թաղանթով։ Նյարդային համակարգում կան ելուսներ։ Պարտիժան, դու ինչ ես սովորել, մեզ ներկայացնում, ինչ ես սովորել։ Համակարգը ապահովում է հարմարապողականությունը օրգանիզմի միջավայրի պայմաններին։ Շատ ապրես, նստի։ Եկեք միասին տեղադրենք հյուսվածքի անվանումները համապատասխան նկարի մոտ։ Ով է գալիս։ Արիմայի։ Հետո բոլորը գալու։ Ապրես, ծածկութային հյուսվածք, արի բարև։ Զուր։ Տեսենք բարև ինչ է ուզում են, մկանային հյուսված։ Շատ ապրես, միջածիկ զոլավոր մկաներ, արի հարուջան։ Միանքային հյուսվածք ով է ուզում, արի Ալեքս։ Եվ ամենը գրչին հյուսվածքը տեղադրի Ալեքսը։ Հաստատի։ Ճիշտ է։ Շատ ապրես, շարունակենք։ Նկարում ներկայացված են մարդու մկանային հյուսվածքի տարատեսակները։ Համապատասխանեցրեք ճիշտ անվանումները նկարների հետ։ Արի Արամայս։ Զուր, վերջիք մի անգամից տար։ Ապրես, շատ լավ է, հաջորդ ով է ուզում ներկայացնել։ Եկեք, մոտեցեք, արի, Անիտա ջան։ Համարցար։ Կարող ես քիչ օգտագործել։ Միջածիկ զոլավոր։ Շատ ապրես, տեսեք սրտամկանում տեսնում եք, վայր որ ասեց սրտամկանում, կամրջակով միացած եք, արի դավի։ Ներկայացրու։ Ապրես, հաստատիր, սեղին հաստատիր։ Ճիշտ է։ Ապրես, շարունակիր։ Ընտրեք ճիշտ պատասխանը։ Իլիկաձև բջիջներ բնորոշ են։ Ով է ուզում։ Որն է ճիշտ։ Հաստատիր տեսնեք։ Ճիշտ է։ Ապրես, սեղին շարունակիր։ Դրդելիությունը և հաղորդելիությունը բնորոշ են։ Ով է ուզում։ Նարեին։ Մոտեցի, տեսնեք, որ հյուսվածքին է բնորոշ դրդելիություն և հաղորդելիություն։ Նյարդային հյուսվածքի։ Շատ ճիշտ է։ Ճիշտ է։ Ապրես, սեղմի շարունակի։ Նկարում պատկերված է նեյրոնը։ Դասավորեք նեյրոնի մասերի անվանումները։ Ով է գալիս, արի Անիտա։ Մենք պետք է դասավորենք մարմին, աքսոն և դենդրիտ։ Ուշադիր, ես քեզ օգնեմ, ուշադրություն ենք դարձնում սլակի, տեսեք, մարմին, երկար ելուսներ և կարճ ելուսներ դենդրիտներ, ապա տես սլակը մարմին, վերցրու փորձի տեղադրել, մարմին, օպրես, հիմա տեսենք երկար ելուսներ ով է տեղադրելու, արի ջորջ, փորձիր, երկար ելունապատ ելուսները, աքսոնները տեղադրիր, ապրես, ով չի մասնակցել, արի։ Դենդրիտները կարճ, ճյուղավորված ելուսներն էին։ Այստեղ պետք է վերցնենք, զուր։ Ապրես, սեղմի հաստատել կոճակը։ Ճիշտ է։ Շատ ապրես, գնացիք առաջ։ Ընտրեք ճիշտ պնդումները։ Արի, վարդի շապչակ, տեսնենք որոնք են ճիշտ պնդումներ։ Կարդանք, արի միասին կարդանք նոր, հա։ Միջածիկ զոլավոր սրտային մկանների աշխատանքը կարդավորվում է մարդու կամքով։ Ճիշտ է, երեխաներ։ Մենք միջածիկ զոլավոր սրտային մկաններ, սրտի մկանները, որոնք մեր կամքից կախված չեն, այսինքն մեր կամքից կախված չէ։ Սա սխալ պնդում է, բալի, սա անհնեցինք, հիմա հաջորդը։ Հարթ մկանային հյուսվածքի բջիջները իլիկաձև են։ Սա ճիշտ է, նշի։
Շատ ապրես, Վարդիշան ջան։ Հիմա հաջորդը։ Այդ էս միջածիկ զոլավոր կմավկայի մկանների բջիջները բազմակորիզ են։ Սա ճիշտ է երեխաներ։ Ճիշտ է, Սերգին, ապրես։ Եվ դենդրիտներ ունեն շարակցական հյուսվածք։ Ինչ հյուսվածք է դենդրիտները։ Նյարդային շատ ապրեն։ Հաստատի Վարդիշան ջան։ Ճիշտ է։ Ապրես, նստիր։